Երևանի և ԵԱՀԿ հարաբերությունների նոր ձևաչափի մասին հայտարարությունից հետո Միրզոյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի թեմային։ Ասում է, առաջիկայում լավ նորություններ կունենանք։ Ինչ նկատի ունի նախարարը, պարզ չէ, հայ պատանների ազատ արձակման հարցը նա քննարկել է Շարմ էլ-Շեյխում գործընկերների հետ զրույցի ընթացքում։ Ինչ արձագանք է ստացել Բաքվի պաշտոնյաներից, նույնպես հայտնի չէ։ Բառացիորեն երեք նաև Շարմ էլ-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջի մասին խոսում են նաև ազդեցիկ հանրային դեմքեր տարբեր միջազգային հարթակներում։ Գործարար Բարերարն ու Բարաֆեյանը հայտարարել է, որ արդեն 2 տարի շարունակ տարբեր ուղղություններով աշխատում են այս հարցը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Նա հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում իր ընկերոջ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Արդեն 2 տարի է մենք բավական գործ ենք տանում անվերջ եւ գրծազուսապանում ենք, որ թե այլ երկիրների ղեկավարները եւ թե այստեղի կառավարությունը ուշադրություն տա եւ դա փորձում են, հուսով եմ, որ հաջողենք։ Դուք հույս եք հայտնում, որ ներկայիս իշխանությունները որևէ գործիքակազմ են կիրառում գերիների վերադարձի համար։ Դուք կամ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Չէ, ես պաս չեմ կարող առաջարկել, իրենք պետք է առաջարկեն, բարձրապես գիտեմ, որ նյութը կարևոր նյութ է եւ զանազան տարբեր երկիրներն էլ այս հարցը բերվում է խոսակցությունների մեջ եւ հուսով եմ, որ վերջի վերջո այս խաղաղության ասենք եղանակի ընթացքին բոլորովին եւ խաղաղություն եւ արդարություն կդիրեն։